Ողջույն բոլորին, արգելի հանդիսատես, մեծարգո հետախույզներ, սիրելի հեռուստադիտող, մենք արդեն սկսում ենք։ Եթե նախկինում ձեզի հաջողվել հանդիպել արվեստագետ Հարիեցի, օրիգինալ օծի կամ երգող եղնիկի, ապա առաջինի եթերում դա հնարավոր է, եթերում ամենամասշտաբային, ամենագաղտնի ու քննարկող հեռուստաշոուն է Դիմակահանդեսը։ Սա միակ նախագիծն է, որտեղ երգում են հայտնիները, երգում են դիմակների հետևում, թաքնվում են հանդիսատեսից, հետախույզներից, հեռուստադիտողից ու նույնիսկ ինձնից։ Արտիստների ընտանիքի անդամներն անգամ չգիտեն, որ նրանց հարազատները մասնակցում են հեռուստաշոուին։ Նախագիծը սկսվեց 12 մասնակցից, մնացել են 8-ը, եւ նրանք այսուհետ հանդես կգան ոչ թե առանձին խմբերով, այլ միասին, բոլորը մեկ թողարկման մեջ։ Այստեղ մրցում են բոլորը, հաղթում է հնարամտությունը, որքան արտիստը լավ թաքնվի ուրիշի ձայնի հնչերանգի տակ, այնքան ավելի երկար կձգվի ինտրիգն ու նախագծում մնալու հնարավորությունը։ Դա հեշտ չէ, աչքերը 4 արած հանդիսատես, լսողությունը բարձր լարման տակ պահող հետախույզներ եւ իհարկե խոշորացույցով հետևող հեռուստադիտող։ Դե արի ու այսքան մարդու ներկայությամբ քողարկվիր։ Դեռ հաջողվում է, դեռ կարողանում են։ Ասենք բրավո, պատրաստվենք ու անցնենք առաջ։ Եթերում Դիմակահանդեսն է։ Քանի դեռ նրան նյարդերը բավականացնում են, կսրտիկի ու լայքեր կուղարկի այլ մոլորակայինին։ Նրանց միջև շատ գաղտնի համակրանք կա։ Մենք էլ խոշոր պլանով հետևում ենք այդ գաղտնիությանը, թե չէ, ով գիտի, հանկարծ եւ որոշեց վեր կենալ, գալ այստեղ ու հանել դիմակը։ Երկու քայլից միանգամից կհասնի այստեղ։ Եվ խոսքը Խորեն Լևոնյանի մասին չէ, Իվետա Մուկուչյան։ Նրան արդեն հաջողվել է գուշակել թիթեռի ով լինելը։ Նա կարողանում է վերլուծել, ուշադիր է հուշումների նկատմամբ եւ լավ էլ գլուխ է հանում ձայներից։ Հետախույզ Գարիկ Պապոյանը հետախուզական գործիքներից ամենաշատը սիրում է տրամաբանությունը։ Դա էլ բավական է, որ գուշակի ով է կատարողը։ Գարիկ Պապոյան։ Նա իր տեսակետն ասում է ու վերջ, նա վստահ է, որ ճիշտ է ու նրան էլ չես համոզի։ Գուցե խառնվածքն է, գուցե փորձը 10 տարուց ավել վարել է երգ-երգոցը։ Իսկ գուցե դա կատարողների ով լինելը ճիշտ գուշակելու միակ ու անփոխարինելի զենքն է։ Այդ զենքը վախուց գործի է դնում հետախույզ Խորեն Լևոնյանը։ Բարի երեկո Խորեն։ Ողջույն Ֆելիքս, ողջույն։ Միանգամից մի քանի վարկած առաջ քաշող հաջորդ հետախույզը կյանքի ընթացքում ինչ հնչերանգ ասես լսել է։ Նախագծի մասնակիցները դեռ կարողանում են շեղել նրան ճիշտ ուղուց, որքան երկար կտևի այդ ամենը, չգիտեմ, բայց գիտեմ, որ ստի ոտքը կարճ է, տևում է 40 օր ու մի օր անպայման ավարտվում։ Հետախույզ Սոնան մտքում հետ հաշվարկ է սկսել։ Սոնա, բարի երեկո։ Տոնը տոն չէ, եթե հոգիդ ուրախ չէ։ Տունն էլ տուն չէ, եթե պաստառները թարմ չեն։ Նոր տան պաստառները լվացվում են, շնչում, ներկվում, անգամ մեր տիեզերական դուետի ճառագայթներից չեն կորցնում գույները։ Նույնիսկ մեր հետախուզական քարյակի կողքին չեն կորցնում իրենց փայլը։ Դրանք կդիմանան եղնիկի սմբակների հարվածներին էլ, պատերով սողացող ստվերի քնքշանքին էլ։ Նոր տունը կարևորում է յուրօրինակությունը։ Նա արագ է, ալարկոտ է, բրդոտ է, շատակեր է, հավատարիմ է, արքա է։ Սրան գումարում ենք առյուծի բազմանշանակ հանդերձանքը, նախորդ երկու կատարումները ու խառնաշփոթը պատրաստ է։ Կին է թե տղամարդ, երգիչ է թե պարզապես լավ է երգում, այս անգամ հետաքրքիր է բոլորին։ Բայց մինչ այդ ամենը մենք կիմանանք, նրան հրավիրենք բեմ ու դիմավորենք արքայավայել, առյուծ։ Շնորհակալություն։ Ահա եւ նա, կրկին այստեղ բեմում եւ դեռ անհաղթելի։ Հիշում եք ինչեր էինք մտածում։ Ում էինք մտածում էինք։ Շատ լավ, եթե այդպես է, հիմա հուշումը կգա, հետո երգը, իսկ հետո արդեն մասնագետներից կսկսենք հասկանալ։ Պատրաստ եք։ Հուշումը գնաց։ Առյուծ։ Բարև, կյանքի արվեստի նոր տիրապետող իմ սիրելի հետախույզներ։ Գիտեք, արքա լինելն այդքան էլ հեշտ չէ։
Երբ պատահաբար ու շատ հանկարծակի հայտնվում ես օդում, այն էլ կառավարական ինքնաթիռով, քեզ արքա չէ, որևէ տարերքի աստված էլ կզգաս։ Ինձ հետ այդպես եղավ առաջին, երկրորդ, եւ արդեն չեմ հիշում որերորդ անգամ։ Մի բան ասեմ, աշխարհի բոլոր քաղաքներն իմ ծննդավայր Սավաննայի հետ չեն փոխի։ Դե լավ ծաղիկներ, հիմա կատարում ես լսել։ Every night in my dreams, I see you, I feel you. That is how I know you. Go on. All across the distance and spaces between us, you have come to show you the one. Շորտ կարող է իսկականից տղա է, եթե տղա ես մտածում եմ մրոնա։ Near, far, wherever you are, I believe that the heart doesn't go on. Once more, you open the door, and you're here in my heart, and my heart will go on and on. Չէ կինա շարժներով, հաստատ Արսենը Գրիգորյան սենց չէր շարժ։ Love can touch us one time and last for a lifetime, and never let go till we're gone. Love was when I loved you, one true time I'd hold you. In my life will always go on. Near, far, wherever you are, I believe that's the heart does go on. Once more, you open the door, and you're here in my heart, and my heart will go on and on. Մասի լացածրեց ըլը։ Հա, լացում է եւ այդան։ There's nothing to fear, and I know that my heart will go on. We'll stand forever this way. You are safe in my heart. My heart will go Արյուն
Վաու։ Ընկեր Ֆելիքսի վետան լացումը։ Որովհետև հիշեց Դիկապրիոին սառած Չէ, ես գլխով։ չգիտեմ դա այդ կապ ունի, որ այս երգը առաջին երգն ա եղել, որ ես երբևէ կատարել եմ, երբ որ 13 տարեկան էի, թե նրա այդ կապ ունի, թե ինչ խմիչք է այս Էվոկա բանկի տերմոսի մեջ, թե նրա այդ կապ ունի, որ լիա լուսինը եւ ես ուղակի էմոցիոնալ եմ, բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ ելույթ էր, ինչ որ մի հատ Իսկ լարիկը կապ ունի, պահվից որ այսօր։ առյուծներ երկում։ Ամեն դեպքում այնպեսի մարդ է այս դիմակի տակ, որ հաստատ ճիշտ զգում է եւ կարողանում է իր էմոցիաները ճիշտ Դե ինչ հիանալի կատարման համար եւս մեկ անգամ ծափարենք առյուծին։ 13 տարեկանում ես երգը երգելու համար ծափարենք ի վետային, որպեսզի տրամադրությունը բարձր մնա։ Իդեպ հիշեցնեմ, որ այսօր հարգարժան հետախույզներ դուք հարց տալու իրավունք չունեք։ Վայ։ Այնպես որ ինձ թվում է պետք է սկսել քննարկել։ Սոնա, Ուրեմն էներգետիկան շատ կարևոր է։ Երբ որ դու հուզվում ես, երբ որ ուրախանում ես, ընդեղից եկավ այդ ուղերձ մեզ։ մի բան։ Այո, Հենց էդ ա, այդ մի հաստատ։ անկեղծ մի Ինքը բան։ առյուծը իրանով հետևողական նայում եմ, տեսնում եմ մի բանն ա շեղում այդ որ ասեցիք հուշման մեջ, որ քաղաքապետի օրով, որովհետև ինձ համար այս դիմակի տակ կարող լիներ Սոֆին Դևոյանը, որ իր նրբությունը թաքցնում է։ Սոֆի Դևոյանը։ Այո, որտեվ Չէի քայլված ասել։ կստացիկ այդ նրբությունը կարող լիներ ու այդ էներգետիկա ինքը կարող այդ հասցնել նրան, որ հուսվի մարդ։ Երգչուհի է մեր առյուծը կամ երգիչ։ Խնդրեմ, պարոն Պապարյան։ Ինձ համար մի քիչ չէ։ Չէ։ Մի քիչ չէ։ Քանի որ նա սկզբից ընկերներ ուղղակի ձեր ուշադրությունը եմ ուզում հրավիրել, խաղարկեց համար առաջին ինքնաթիռի թեման, որ մենք անցած անգամ շեշտել ենք։ Ես հասկացա, որ իրանք ուզում են, որ մենք կենտրոնանանք այդ թեմայի վրա, այսպիսով շեղեն մեզ, բայց մենք չենք շեղի։ Բայց միգուցե այստեղ է թաքնված մի անձնավորություն, որը տարեց շատ հարգված լրագրողուհի է, կամ ասենք հեռուստա հաղորդավարուհի, ով միգուցե ունեցել է պատիվ տարբեր նախագահների հետ ուրիշ երկիր մեկնել եւ առիթից օգտվում մեզ ուզում է շեղել օրինակ Տիկին Սուսաննա Շահինյանը։ Այստեղ կամած մռնչոցներ են լսվում մի զայրացրեք էլի ես եմ բեմում առյուծի հետ։ Իսկ միգուցե երգչուհի է, ով ճամփորդել է շատ։ Միգուցե երգչուհիով կարողանում է այնպես երգել, որ մտածեք, որ երգչուհի չի։ Տես, օրինակ խորենին շատ անհանգստացում դերասան քաղաքապետի օրոք հայտնի դառնալու նախադասությունը, որը եթե արվել է նրա համար, որպեսզի մեզ շեղեն, դա մեզ իրականում շատ է շեղում։ Եթե մի պահ մոռանաս, որ այդ նախադասությունը եղել է, ինչ կմտածես։ Ինչ կասեիր։ Դե ես ասեցի, եթե այդ նախադասություն չլիներ, ես շատ չգիտեմ, գուցե Թեհմինա Խաչատրյանը կարող է լինի Իդեպ քաղաքապետի հետ կապված պատմությունը մաքուր ճշմարտություն է։ Գուցե դերասանուհի երգչուհի Անի Լուպեն լինի, գուցե։ Բայց կարծում եմ, որ երիտասարդ չի, ավելի տարիքով բարձր է։ Հաստատ երիտասարդ չի։ Հաստատ Ֆելիքս։ Դե երիտասարդը իմ համար 16 տարեկանն է, 16 տարեկան չի։ Բայց այդ քաղաքապետը շատ է շեղում, բայց Լալա Մնացականյանը, այո, մի րոպե, մեր բակի մեջ նկարվել է Հայկոն, մի րոպե, մեր բակի մեջ նկարվել է Հայկոն, Որտեղ նաև նկարվել Մնացականյանը, այո, ու մեր բակում Լալա Մնացականյանն էլ է նկարվել, ինչու՞ չի կարա լինի, ինչ-որ մի հատ սուր բան, կարա։ Սոնան միշտ սենց փոքրիկ բաներից իսկականից լուրջ տրամաբանություն է Հա, կազմում։ չգիտեմ, եկավ մտքիս այդ Բայց կներեք Լալա Մնացականյանը ավելի շուտ էր հայտնի, քան մեր բակը սիրելիս։ Այսպես կանգնած կացես թե տղամարդը։ Այ ես էլ եմ դրա վրա խապնվում, տես հիմա Բա հենց այդ է կարող հենց այդտեղ են մեզ Շատ հպար։ միգուցե Կարեննա Գիլոյան, կամ Չէ։ որտեվ ինքը կարող այդպես խրոխտ կանգներ։ Շնորհակալություն, այո, իսկապես ինտրիգը շատ մեծ է եւ առյուծը հեռանում է հանգստանալու, իսկ մենք կրկին ոչինչ չհասկացանք։ Տեղիցս չեմ շարժվելու այնքան, մինչև չհասկանաք, ով էր այն քաղաքապետը, ում օրոք ես դարձա հայտնի։ Ախր ոնց կարող եք չգուշակել։ Արքայավայել սիրում եմ ձեզ։
Վայրիներից ամենասևը ետնաբեմում սպասում է իմ հրահանգին։ Նա խոստովանում է, որ մանուկ հասակից չի հավատացել նշաններին, բայց ընտանիքի անդամներն այնքան են գլուխը լցրել, որ սկսել է զգուշանալ արջևը կտրող մարդկանցից։ Մենք լավ հիշում ենք նրա ձերբակալության պատմությունը, բայց պարզվում է, որ դա նրա կյանքի միակ էքստրիմը չէր։ Հրավիրենք թաթերի վրա քայլելու չեմպիոն Սև Կատվին ու նրանից իմանանք ավելին։ Սև Կատու։ Ես սպասում էի։ Հուրիկը սա։ Շնորհակալություն տղաներ, շնորհակալություն։ Բարև ձեզ Կատու։ Դե ինչ։ Ինչ որ բաներ հիշում ենք անցյալից Կատվի հետ կապված։ Ինչ ասես, ասես։ Սրփուկ, Արուս Տիգրանյան, Հասմիկ Կարապետյան, Լիլիթ Կարապետյան։ Լիլիթ Կարապետյան։ Եթե չեմ սխալվում, ենք կենտրոնացած ենք Սրբուկի տարբերակի վրա, չէ՞։ Մենք ասացինք, որ կարող է լինել սրբուկը եւ քանի որ նա հզոր ձայն ունի, որը մենք միանգամից կճանաչենք, մի քիչ փոխել էին ձայնը։ Շարժ ու ձև կար, որ հիշեցնում էր հենց սրբուկին, այս պահի դրությամբ ես դեռ կարծում եմ, որ կարող է լինել դիապազոն կար, որը որ համապատասխան է սրբուկին։ Ամենակարևորը իմ գոլեգաներ ջան, որ մենք այս դեպքում Կատուի գիտենք սերը հաստատ։ Դուք ունեք ձեր մոտ նոթատետրեր, նոթեք այդ տետրերի մեջ, որպեսզի հետո հիշեք, թե ինչեր եք ասելու։ Կատուն պատրաստ է, հուշումը պատրաստ է, հանդիսատեսը նույնպես։ Գնացինք, հուշում, Սև Կատու։ Բարև սիրելիներ, ասեմ, որ բոլորիդ էլ սիրում եմ, բոլորիդ հետ էլ երկար, շատ երկար շփվել եմ, հատկապես ամենահումորով հետախույզի հետ։ Իմ կյանքի փորձությունները, որոնց մարդկային բարբարով մրցույթ են կոչում, ինձ թույլ են տվել ավելի ամուր կանգնել թաթերիս բարձիկներին, բարձր դնել բեղիկներս և դրանցով ճիշտ կողմնորոշվել շրջապատում։ Իհարկե դուք ինձ շփոթում եք հնաբնակ կատուներից մեկի հետ, բայց զգույշ, շատ հետ մի գնացեք, նորթուս գույնին էլ մի խաբվեք, ես շատ մեծ կատու չեմ, սիրում եմ ձեզ։ See the girl with the diamonds in her shoes. She looks around like she's got nothing to lose. She's a go-getter, she's everybody's type. She's a queen of the city, but she's time to leave the hype. She got her own elevation, holy motivation. So I write some letters out in big bold type. I got faith in you, baby. I got faith in you now. And you've been such a good friend to me. No, I love you so hard. I met you. Hallelujah. I got faith. Say goodbye with the zero on the swamp. Got your glow of the magic that he has. He's a go-getter. He's everybody's type. Come on, make him a mission, make him feel alright. He's a Christina god on a Pepela. 10 point, rocking up to his shine. Just like the walkers, I could sing all night. I got faith in you, baby. I got faith in you now. Check it out. And you've been such a good friend to me. Know that I love you so hard. I met you. Hallelujah. I got faith. Սրբուկն է։ Yes, I do. Սրբուկ Պեպելյան։ Yeah. I get the lunch up in my mind. Goes crazy. I think about you morning, noon, night and day. I get the lunch in my mind. Goes crazy. I think about you morning, noon, night and day. I get the lunch in my mind. Goes crazy. I think about you morning, noon, night and day. I got faith in you, honey. I got faith in you, babe. I met you. Hallelujah. I got faith in
Վաու։ Շնորհակալություն։ Դիմակով հարմար է, թե նորմալ հարմար է, հարմար չի։ Դե եկեք հանենք։ Չէ, չանենք։ Արի հանի էլի դիմակը։ Չէ։ Լավ, կպաստորեն մեր մասնակիցը օրենքները գիտի։ Երկեց, բարեց, արտասանեց համարյա։ Ձայնը ավելի եք փոխել այսօր։ Հուշելու համար մի բան եմ մտածել։ Ինչ կերպ կարելի է մի բան գտնել։ Տեսեք ինչպես են պահում մասնակիցները իրենց բեմում այս հարցաքննության ժամանակ։ Օրինակ առյուծը 0 չշարժվեց, ընդհանրապես մի անգամ ինձ էր նայել այսպես։ Ու վերջ։ Իսկ սև կատուն ու ծիծաղում է, ամեն ինչ անում է, շարժում է։ Հիմա տեսեք։ Վերջին անգամ մենք գուշակեցինք, որ կարող է լինել սրբուկը, ճիշտ է։ Exactly. Այսօր ձայնը ավելի էին մշակել։ Կարող է արել են հատուկ, որպեսզի մենք շեղվենք նորից, որովհետև իրականում իրոք սրբուկն է։ Բայց կարիք ասեցիր ինձ ինչած իմ հետ աշփել, շատը, ասես բոլորից։ Չէ, ասեց ամենահումորով հետախույզի հետ, իսկ իմ համար դու ես։ Ու ամենաշատը Գարիկի հետ։ Այո, Գարիկի հետ։ Իմ անունը Գարիկի հետ։ Այո, այո, Գարիկի Գարիկ։ հետ։ Մենք մի պահ շեղվեցինք այստեղ ոնց որ ձախանկյունում, կարծելով թե միգուցե Քրիստինեն է Պեպելյան։ Բայց մենք ասելով նկատի ունեմ մենակ ես շեղվեցի, հետո արագ Իվետան ինձ հետ բերեց, ասեց, ապա ուշադիր լսի։ Ուշադիր լսելուց ես հասկացա ոչ։ Իսկ հասկացար երկչուհի է թե ոչ։ Երկչուհի է։ Միանշանակ բոլոր 4-ն էլ բոլորը շատ ուժեղ երկչուհի։ Այո։ Շատ ուժեղ երկչուհի։ Էլ ինչ տիպի ուժեղ երկչուհի։ Սև կատո, լավ բաներ են ասում, զարմանում ես, որ քեզ երկչուհի են ասում։ Սրբուկը այսենց ածի ծաղում ու վերջում ուսերը սենց հանվեցած։ Լուիզան կարա լինի։ Համբարյան Լուիզան միանշանակ կարա լինի։ Ես եմ այդ պլաստիկան։ Միանշանակ կարա լինի եւ դու շատ ճիշտ ես։ Ինձ թվում է ցածրահասակ է ավելի մեր մասնակիցը, իսկ Լուիզան այդքան էլ չէ։ Ես այստեղից ծիծաղը որ լսում եմ, մեկ մեր սև կատուն ծիծաղում է։ Ձայնը չէի ասի որ Լուիզանը։ Բայց ինձ անծանոթ ծիծաղ, անկեղծ ասած։ Ես ծիծաղով մարդկանց ճանաչում եմ, բայց Նես սրբուկը ասած ծիծաղում, ժողովուրդ ու սրբուկը շատ է ծիծաղում։ Ահա սենց անում ծիծաղելուց։ պահենք այդ տարբերակը։ Սրբուկ անպայման, դա համար մեկ տարբերակն է բոլորիս համար Գարիկը, կարծում։ Իվետան պահեցին, իսկ Սոնան եւ Խորենը հիմա կասեն, որ տարբերակն ենք պահում։ Արուսիկը։ Արուսիկը, Արուսիկը Տիգրանյան, հա։ Ну հա։ Խորեն, Մտածում եմ Զարուհի Բաբայան։ Զարուհի, Բաբայան։ Նիդրիդը, Լավ։ Ինչ, հիանալի ոչինչ չիմացանք։ Շնորհակալություն հայտնենք Սև կատվին եւ անվտանգության աշխատակիցներին խնդրենք, որպեսզի մեր մասնակցին ուղեկցեն։ Շնորհակալություն։ Դուք ինչպես միշտ շեղեցիք մինչև վերջ։ Շնորհակալություն։ Ծափահարություններով ճանապարհում ենք մեր մասնակցին։ Վերջին օրերին ստվերս ինձ հանգիստ չի տալիս։ Հուսով եմ այսօր էլ հետախույզներն հավանեցին իմ ելույթը եւ կքվեարկեն հենց իմ օգտին։ Առաջին անգամ նա բում արեց։ Երկրորդ անգամ կրկնապատկեց բումը։ Այսօր հուսանք թվաբանական աճ տեղի կունենա։ Ես չգիտեմ ինչ IQ ունի մեր ստվերը, բայց նրա տիրոջ IQ-ի մասին կարելի է պատկերացում կազմել գեղագիտական ճաշակից։ Ում է քողարկում ստվերի դիմակը։ Վարկածները շատ են, նա մենակ է, բայց միակն է, որ այդքան լավ է երգում վատ տղաների ու ամենաների մասին։ Դիմավորեք, ստվեր։ Mi favorite։ Այ ոնց է գալիս։ Շնորհակալություն։ Ֆելիքս, դու ավելի մոտ ես կանգնած, դիմա գծերը չեն երևում հստակ Շատ ավելի։ փոքր դիմագծեր են։ Փոքր, կոմպակտ։ Օրինակ ինձ համար իրոք շատ լավ դրական անակնկալ կլիներ, երբ որ ստվերի տակից դուրս գա Էրիկ Կարապետյանը։ Բայց նրա հետ խոսացել եմ երեք ու նա ասեց, որ նա երկրում չէ։ Միակ տղան, որ ես ճանաչում եմ, որ սենց ճկուն կարա շարժվեր, դա արմուշն էր վիտամինի։ Կարա լինի, բայց Չէ, ինչու՞ դրա համար Ճանաչեց, ցույց տվեց ճաղատը գլխի։
Դες։ Ասենք Արմուշը Ինչի՞ սենց կարա ասենք, շարժել, ու բայց արմուշի չասեցին, բայց եթե չափերը- ճկունությամբ ուզենային այնպես անեն, որ ինչ-որ մեկը չհասկացներ, որ կինա, արմուշը կարող էր նեն շարժվել, արմուշը շատ ճկուն էր։ Որ խնդրեմ կանեք մի հատ այսենց։ Կինա, 100% կինա։ Գարի Լավ, Կինա մենք ունենք վաշտիկ։ մենք արդեն դու էլ ունենք կարա հուշում։ լիներ շատ Կինա հաստատ։ ստրոյնիա։ Ես կարող Եթե դու լինեմ, բայց նստած ես- տեղ չլիներ, ես կասեի Գարիկի ամեն։ Շնորհակալություն։ Ես դաշ եմ։ Շնորհակալություն բոլոր բարերի համար, որ ասում եք։ Իսկ հիմա եկել է ժամանակը հուշվելու եւ երգելու։ Հուշենք, երգենք, վերադառնանք ու փորձենք գուշակել։ Ստվեր։ Bad guys, ողջույն։ Ես միակն եմ այս աշխարհում, ում դուք սիրեք, չսիրեք, պետք է ընդունեք։ Իսկ ես հիմա միայն մեկին եմ սիրում, Լուիսին։ Պալուս կամ ես։ Ուսերս կապ չունի, ես միաժամանակ կարող եմ լինել կին, տղամարդ, ընկույզ, վիշապ։ Մի անգամ 8 ամսական ստվեր էի, ու այդ կարգավիճակում մտա ժայռերի մեջ ու սողեսող գնացի։ Ասեմ, որ ես հատկապես ֆանտաստիկ տեսնում եմ մոմի լույսի տակ ու ժայռերի մեջ։ Շատ սնացիկ եմ ու ֆոբիաներ գրեթե չունեմ։ Կարծես շատ անկեղծ ասեմ։ Ինձ չխոսել ստիպի միայն երգել։ Պետրոսյանը, Տոման, շատ Կարող եք քերնե դրած չի Սենց չոր բնական է ձուլվում Անվերջ կարող եք նայել ու հիանալ։ Այ Ֆելիքս, ստվերը կարծես լուսավորում են այդ պրոյեկտը Անվերջ կարող ենք նայել։ Շատ գեղեցիկ շարժումները շատ սիրուն են։ Իսկ երգչուհի է արդյոք նա։ Ինձ թվում է ինձ համար ոչ, երգչուհի չի, ինքը Այո։ դերասանուհի է ինձ համար, որովհետև դե մի քիչ ականջուն ենք էլի։ Հուշումների մեջ
որ տարբեր կերպարների մեջ այնքը լինում։ Այո։ Իրա պլաստիկան, արտիստիզմի հետ կարա լինի։ Ժայռ բարձրանալուց քարանձավներում։ Մենք միջև այդ շատ անգամ ասում էինք Նազենի համար, Հովարիսյան, բայց այսօր այդ տեմբրը փոխված էր։ Դերասանուհիներից ինձ համար կարա լինի Անի Խաչիկյան։ Շնորհակալություն Գարիկ։ Ասա։ Անի Խաչիկյան տարբերակը հենց նոր ոնց որ սենց մի հատ դզ արեց ինձ, որտեվ Անին Խաչիկյան շատ երկար ժամանակ լեռնագնացությամբ էր զբաղվում։ Ну կարող է լեռնագնացության չէ կոնկրետ, բայց ինքը ոտքով պատտվում էր Հայաստանի սարերով եւ հասկացաք սարագնացությամբ այնպես որ Անի Խաչիկյանը կարող է լինել ճկունության մասով որպես պարուի, չգիտեմ, որպես դերասանուհի ֆանտաստիկ, դերասանուհի, բայց Անի Խաչիկյան տարբերակը գրանցեք, խնդրում եմ պարոն Ֆելիքս։ Շատ լավ պարոն Պապյան։ Մերսի Գարիկ։ Իվետա։ Ես գիտեմ մարդ, ով որ ժայռերում սիրում է քայլել, բնություն սիրում է, դերասանուհի է, շատ ճկուն, գեղեցիկ շարժվում է, ինչպես մեր սվերը, եւ կա միայն մեկ դերասանուհի, ով որ գեղեցիկ է, բնությունը սիրում է, ճկուն է, դա միայն Դիանա Մալենկոն է։ Օ։ Այ։ Այդ տարբերակն էլ ընդունեցինք, խորեն։ Այսինքն մենք ֆիքսեցինք, որ հաստատ մեր ստվերը երգչուհի չի, դերասանուհի է։ Ոնց որ հասկացաք, Էրիկ Կարապետյանը չի։ Անցած հաղորդմանն էլ էս նույն անունները էլի մենք ասում էինք։ Նույն անուններ ասում ենք, բայց ես այս անգամ ուզում եմ, կարծում եմ, որ սա Սոֆիա Դևոյան։ Այո։ Սոֆիա Թորոյին։ Իսկ կարող է Լուսինե Թովմասյանն է։ Չէ, Լուսինե Թովմասյանը բոյով է։ Հա, ոտքերը ստեղ են։ Հա։ Լուսինե Թովմասյանը բոյով։ Ծալած։ Ոտքերը հավաքել են քշորի տակ։ Լավ։ Տոման Պետրոսյան ասել էինք այդ տարբերակը, որովհետև Տոման Պետրոսյան կարա լինի Women's Club-ի նա ճկունության մասին է, ասեմ իմանաք։ Տոման Պետրոսյան։ Իսկ Տոման Պետրոսյանը որ հիշես վիզուալ, հասակը։ Այո։ Այսքան ցածրահասակ։ Այո։ Ցածրահասակ չի, նորմալա հասակ չի։ Մանեն կարա լինի Գրիգորյան։ Կարա լինի։ Ինչի՞ չէ։ Թեթև գուշակում են գոնե ինչ որ անուններ տալիս են։ Բանենք Անուն է տալիս։ անկապնենք։ Դիանա Մալենկո։ Ես գիտեմ որ դու եք։ Դիանա Մալենկո։ Դիանա Մալենկո կարող էր այսպես Իսկ կարող է լինել ինչ-որ մեկը, որ շատ լավ գիտի ոնց է շարժվում Դիանա Մալենկոն ու հիմա Իհարկե կարող է, իհարկե։ Լավ, ամեն դեպքում պահում ենք այդ տարբերակները, չենք մոռանում Էրիկ Կարապետյան անունը եւ հրավիրենք անվտանգության աշխատակիցներին, որպեսզի որևէ մեկը ստվերին նույնիսկ չդիպչի ճանապարհին։ Եվ ծափահարություններով ճանապարհենք մեր մասնակցին։ Նախորդ անգամ ադաջը երկեցին, բոլորը շաքաղվեցին։ Այսօր կատարումս եմ զարմացրեց։ Հաջորդ անգամ էլ կշաքաղվեք, բայց հույս չունենաք, թե իմ էներգիան ու տաղանդը կսպառվեն։ Ես մանկուց սովոր եմ զարմացնել ու հիացնել մարդկանց։ Ինչ ասես հնարավոր է պատկերացնել, բայց բանկում դիմակով իր հերթին սպասող ֆլամինգո տեսնելը մի քիչ տարօրինակ է։ Պարզվում է, մեր ֆլամինգոն Հայաստանի լավագույն թվային բանկից է օգտվում։ Վառ, տարբերվող ու ժամանակակից տեսքն է երևի մեր վարդագույնին ստիպում օգտվել Էվոկաբանկի ծառայությունից։ Էվոկաբանկ դեպի նոր իրականություն։ Ինչ անուն ասես չի հնչել Արև Լուսին դուետին բացահայտելու համար։ Նազիկ Ավդալյան, Քրիստինե Պեպելյան, խոսք է գնացել նույնիսկ խոհարար Սարգիս Մկրտչյանի եւ առաջին ալիքի պաշտոնական ձայնը համարվող Մեսրոպ Առաքելյանի մասին, որքան էլ անհավանական է, բայց նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել այս դիմակի տակ։ Ասում են նաեւ, որ Արևն ու Լուսինը հայր ու աղջիկ են։ Ում անունը լսելիս է նրանց սիրտն ուժեղ զարկել։ Դա դեռ չգիտենք, զույգն այնքան վարպետորեն է քողարկվել, որ այլևս չեն գործում կենթանության նշանները զանազանող մեր զգայարանները։ Չնայած էլ ինչ զգայարան, երբ գիշերն ու ցերեկը իրար են խառնվել։ Դիմավորեք, Արև ու Լուսին։ Դեմանայք ծգներին, շորը սենց է պա, ոչ չտեսնենք, որ ծգները ծալում է, չեք հավատում ինձ։ Նայի, խիպետի սենց խանի։ Ոցկերը ծալած չես կարետ կան երկար մնաս։ Որովհետև ծգները ծալած օրդեմ պատոնա։ Մակարդիշ Արսումանյանն է։ Չեմ հավատում, չի կարա, անենարա։ Նայի։
Շնորհակալություն տղաներ, Արև ու Լուսին, հենց հիմա այստեղ։ Բարև ձեզ Արև, բարև ձեզ Լուսին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մուկուչյան, ասա, ինչ էիր ասում։ Ասում եմ չեք հավատում, վերջում կամ ես խայտարակ կլինեմ, կամ իրոք ճիշտ Քեզ թվում է կգտնվեմ։ մասնակիցը այսպես է քայլում։ Ես կարծում եմ, որ Լուսինը շատ բոյով տղամարդ է, Ահա։ կամ Մկրտիչ Արզումանյան, կամ երևի Արամեն, ես ավելի շատ մտածում եմ, որ Մկրտիչ Արզումանյանն է եւ կարծում եմ, որ մեզ խափում է այս դիրքով։ Այս անում է, որպեսզի մենք չտեսնենք, որ ծնկները ծալած են։ Սոնա դու մտքեր չունես։ Ես ունեի մտքեր, որ ինձ համար միգուցե Արևը երկող է, ըստ երկերի, լսելուց, իսկ Լուսինը ոչ երկիչ է, բայց կարող լինի օրինակ երաժիշտ, որտեղ երաժշտական է, բայց ձայնային sense բաներով մի քիչ չէ։ Դե ինչ, պատրաստվենք ձայնային վիբրացիաներ զգալու, թրթռուկներ, ձայնային թրթիռներ զգալու, դիտենք հուշումը եւ հասկանանք ինչ է երգելու Արևը, ինչ է երգելու Լուսինը։ Արև ու Լուսին։ Կատարելության մարմնացումներն այստեղ են, կամ գոնե մենք ենք մեզ այդպես զգում։ Ուժեղ են, գեղեցիկ են, աշխուժ են, միշտ, մանկուց, սպորտային են, բավականին։ Հիշում եմ մրցումներից մեկի ընթացքում ընտանիքը զբաղված էր ու ես ստիպված միայնակ գնացի։ Դեռ պատանի էի, մոտավորապես 2 միլիարդ տարեկան։ Մրցանակ ստացա ու միայնակ կանգնեցի տիեզերքի կենտրոնում մրցանակը ձեռքիս։ Ինչ արեի, ընտանիքիս աստղաբույնն այդ օրը գնացել էր նոր ծնված գաճաճ մոլորակի ծնունդին։ Ես քեզ խորհուրդ կտամ չմեղադրել նրանց։ Կարծեմ դու էլ գաճաճ մոլորակ ունես։ Որ քեզ պետք է ստիպեր մտածել, որ ամեն ինչ հասցնել հնարավոր չէ։ Ժամանակ մի կորցրու, կամ մեծ արջից վերցրու իր շերեփն ու ինձ համար համեղ մի բան պատրաստի, կամ արի հետս երգելու։ Tell me something
Շատ Սիրուն եք իրար հետ։ Շատ Շատ։ cute է։ Շատ։ Հիմա շատերը փակվեցին, անցանք կոնկրետ ինչ-որ Կոնկրետ ես քեզ ասեմ, այստեղա Թաթուլը ու Գորը գլումով։ Էնպես են մտածել, որ մենք հանկարծ իրար հետ չմտածենք, բայց ես հասկացել եմ։ Թաթուլը նվագում չէ, Գորը Լուսինա, Թաթուլ չէ։ Գորգլումը։ Չէ, երկուսն է, համ Գորնա, համ Թաթուլը։ Երկուսն է գորգլումը։ Երկար մազ ունի, մի հատ նայի, խնդրում եմ։ Ով։ Երկար մազ ունի Լուսինը։ Օ, բալի դե Լուսինը փաստ։ Ես կարծում եմ, որ շատ հանգիստ Լուսինը կարող է լինել Գայա Արզումանյանը։ Երկար մազոնի ու երկար ոտեր կարող է սա է Լուսինե Թովմասյանը։ Օ, Լուսին է, այդքան հեշտ, չէ, այնտենց։ Իսկ փոխած ձայնը չնմանացրեցիք Հասմիկ Կարապետյանի ձայնին։ ես նմանացրեցի։ Արևի։ Հա։ Բայց կարող հատուկ էին արել, որ մենք մոլորվենք, դա էլ կարող է լինել։ Բայց ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ չես ուզում ավարտվի, չես ուզում դիմակը հանեն, տեսնենք թե ով է։ Շատ գեղեցիկ է։ Սեն ձայնի տեմբրով նույն ձևի կարար Իրինան Դանիելյան երկեր։ Իսկ Լուսինը սենց մի քիչ տղայոտ է։ Լուսինը տղա է։ Լուսինը տղա է, երկար մազերը նոր շերեցի։ Բայց կարա եւ ասենք ինքն էլ աղջիկ, ինչի։ Երկար մազերով տղամարդ չկա աշխարհում։ Կա, այդ ենք ասում, կա։ Առաջ կար Գորը Սուջան։ Ով ասեց Գորը Սուջան։ Ես։ Բայց որպես երգի, իսկ վոկալ առումով No, չգիտեմ, սենց նա։ Վոկալի առումով։ Ուսում եմ ինչի վոկալի առումով։ Կարող է լինի, ես գիտես, Ինքը կարա սենց։ եթե ասում ես գլումով գուցե ինչ որ ճիշտ բաներ կա դրա մեջ, կամ կարող է լինի Ավետը Բարսեղյան։ Օ, հասկացա։ Կարեն Գիլոյան, Վարդան Բադալյան։ Ասենք խորենը նոր մի քիչ առաջ որ ասեց Գայա Արզումանյան, ասենք ես Կարեն Գիլոյան եւ Մեծ Հայքի Սյուզի։ հիանալի է։ Անվտանգության աշխատակիցներին հրավիրենք բեմ, որպեսզի նրանք ճանապարհեն Արևին եւ Լուսնին։ Տիեզերական ինչ անուն գիտեին ասացին, մնում եք հասկացել, որ մենք Տարանտինոն ու Լուկ Բեսոնն ենք, կամ Բոչելին ու Քրիստինա Ագիլերան։ Դե, ուշակեք։ Երբ են օծերը դառնում վտանգավոր։ Ասեմ, երբ կտրում ես նրանց ճանապարհը, կամ երբ կտրում ես նրանց ճանապարհը ու փորձում վնասել։ Երբ կտրում ես նրանց ճանապարհը ու փորձում վնասել, նա փորձում է փախչել, բայց դու երկրորդ անգամ ես կտրում նրանց ճանապարհը։ Այո, օծերը իսկապես վտանգավոր կարող են լինել, բայց բնության սանիտարները շատ հաճելի կերպարներ են, եթե նրանց ձեռքը տաս միկրոֆոն, ծափ տաս ու հրավիրես բեմ, ու ամենակարևորը չկտրես նրանց ճանապարհը։ Դիմավորեք։ Օծ։ Ահա եւ նա եկավ։ Մենք դեռ հուշումը չենք տեսել, կատարումը չենք լսել, ինչ կարելի է հասկանալ, մինչ այդ ամենը կլինի։ Մինչ այդ ամենը տարբերակ 1 Նիհարիկ տղա է, որի ոտքերը Էրիկ Կարապետյան։ այո, Ահա, հետո որի ոտքերը գուբկավատ են արել, այսպես ասած, եւ վերածել սպունգել են, սպունգել են եւ սպունգապատել են։ աղջիկ տարբերակ 2 չկա։ Շնորհակալություն։ Իվետական մտքեր, թե սպասենք երկին։ Սպասենք երկին։ Լավ։ Եթե որևէ մեկը ձայն չի հանում, ուրեմն դիտենք հուշումը ու լսենք կատարումը։ Օծ։ Բարև փխրուններ, բարև վախկոտներ, բարև շփոթվածներ։ Կարոտել եք ինձ, ես ձեզ շատ։ Ասեմ, իմ անունը շատ են գործածում բարձր գրականության մեջ։ Ասում են, որ ես իմաստուն կենդանի եմ, որ կարող եմ ցանկացածին խաբել, բայց ոչ։ Այո, ես իմաստուն եմ, բայց շատ ազնիվ։ Ես իմ բերանից կտրեմ, խնձորը չուտեմ, դամ Եվային, նա էլ իր բերանից կտրի, խնձորը չուտի, դա Ադամին, դուք էլ անունս աշխարհով մեկ սփռեք, արդար չէ։ Չնայած ինպես ձայնավորն աննկատ մնալու շանս չունի, ինչ էլ ավեմ,
ինչ էլ երգեմ նկատելու եք, քննարկելու եւ ուզում եմ ասել հավանելու, բայց ես համեստոց եմ, կթողնեմ, որ դուք ինձ կհավանեք։ I've been here before, but always here the floor. I've been spent a lifetime running, and I always get away. But with you, I'm feeling something that makes me want to stay. I'm prepared for this. I never should do this, but I feel like a storm is coming. If I'm gonna make it through the day, then there's no more using. Ինչ ենք ասում, Սոնաշ Ագելյան ասել ենք, Սոնաշ Ագելյան ասում ենք, Ասել էի։ Այսօր ամեն ինչ փոխվեց։ Չոտ օպերային երջույը։ Բրավո։ Ով է։ Of glass, they hold me from my past. As the stars begin to gather and the light begins to fade, when all hope begins to shatter, know that I won't be afraid. Բրավո։ Օց։ Օց։ Ջերմ ծափարություններով շնորհակալություն հայտնենք եւ ճանապարհենք նաեւ մեր երաժիշտներին, շնորհակալություն։ Բրավո։ Բրավո։ Գարիկ, խնդրեմ։ Ոյ։
Այս ճիշտ ասած ելույթը փոխեց ամեն ինչ, Ֆելիքս։ Փոխեց ամեն ինչ ընդամենը 1 վայրկյանով։ Մեկա Սյուզինա Մելքոնյան։ Սյուզի Մելքոնյան։ Հաստատ հա։ Ես մի նոր տարբերակ։ Իսկ կարող է իրոք օպերային երգչուհի լինի մեր վաստակավոր արտիստ Կրիստինե Սահակյանը։ Օպերա երգչուհին ինչի պիտի օպերա երգեր, որ մենք գուշակենք, որ օպերային երգչուհի է։ Այդ էլ կա։ Հա, Սյուզ։ Որ այդ հարցը տա էր։ Որ ես այս հարցը տայի, որ մենք հակառակը մտածենք, որ օպերային երգչուհի չի, բայց օպերային Նախորդ անգամ լաբադա էր երգում։ Լաբադայից Լաբադայից օպերա։ երգում, իսկ հիմա Սյուզինա Մելքոնյան։ Դաշը մենք էլ կարանք այդ ուրիշ Աշխարհ։ Շնորհակալություն Սոնա։ Մենք մտածել ենք Սոնայի վրա Շագելցյան, մենք մտածել ենք Մելքոնյանի վրա, Սյուզանա Մելքոնյան եւ Սոնա Ռուբենյանը եկան։ Ռուբենյանը, Սոնա, 3 անուն, էլ ինչ ում ենք էլ ասել, ասեք։ Խնդրեմ, խնդրեմ այդ կզանգ է Սոնային Ռուբենյան։ Դա դաղալություն կլինի։ Չէ։ Դա կլինի դաղալություն։ Նա մեկա չի վերցնելու։ Դուք համոզված եք, որ կինա, համոզված։ Այո, միանշանակ համոզված ենք։ Ժորդ ուզում եք իսկականից զանգեմ Սոնային։ Զանգի։ Ասենք որ զանգեցին ինչ, քեզ թվում է այստեղից ինչ որտեղից զանգա գալու։ Չէ, եթե պատասխանի, ուրեմն նա Սոնա Ռուբենյանը չի, բայց մենք ունենք նաև մեկ տաղանդավոր դերասանուհի, ով շատ ճկուն է իր կերպարները փոխելով եւ նաև ունի հիանալի ձայն, դա Անահիտ Կիրակոսյանն է։ Անահիտը Կիրակոսյան։ Ես հիշում եմ Անահիտը երգում էր նույնիսկ օպերային sense բաներ էր անում։ Գրանցվեց։ Չէ, բայց կարա լինի Անահիտ, բայց մի հատ զանգեմ Սոնային, հետո Անահիտին եք զանգեմ։ Ես Ֆելիքս Այո, կարծում եմ, ես Զանգեցի։ մնում եմ դեռ նույն մտքին, որ Սյուզան Մելքոնյան։ Ուշադրություն, այստեղ զանգ գնաց եւ չպատասխանեցին։ Չպատասխանեցին։ Սոնան չի Չի պատասխանում։ Օց ինչ որ մեկը մոտ էր գոնե հուշմանը թե դու ով ես։ Գլխով ուղակի այսպես չէ կամ Ինչի ով կարա սենց ով է ճոճվում։ Ասենց ով է Դե ճոճվում։ ինչ, անվտանգության աշխատակիցները հենց հիմա բարձրանում են բեմ, որպեսզի ծափահարությունների ներքո ճանապարհեն օծին անտառ։ Ծափահարությունները չեն դադարում, ճանապարհում ենք օծին։ Ոչ, ես թունավոր չեմ։ Ես միայն գծում եմ, բայց ոչ թունոտ։ Իմ զենքն իմ ձայնն է, որով ես սիրում եմ հիպնոզացնել հետախույզներին։ Միայն թե խնդրում եմ արագ գուշակեք ով եմ, թե չէ շատ բարդ է ապրել օծի դիմակի տակ։ Սիրտդ համ բացահայտումներ է ուզում համել սուրճ, ընտրում ենք երկրորդ տարբերակը, որ առաջինը հնարավոր դառնա։ Արդեն 24 տարի Royal Armenia ընկերությունը մեզ տալիս է սրտի ուզածն անելու լայն հնարավորություն։ Արդեն կարող ենք ընտրել կապուչինո բուչինոն, որն արագ է պատրաստվում, մաչելի է ու շատ համեղ։ Պատրաստում ենք, խմում ու անցնում բացահայտումներին։ Այսօր դիմակահանդեսի բեմում չենք տեսնելու ընձուղտին։ Ոչ էլ զեբրի կատարումն ենք լսելու։ Էլ չասեմ, որ կապիկը այսօր չի եկել ու վաղն էլ դժվար գա։ Ինչու՞։ Որովհետև նրանք զբաղված էին մանր-մունր խնդիրներով ու չէին մասնակցում մեր նախագծին։ Փոխարենը Եղնիկի եղջույրները նորից փայլեցված են։ Նա անցել է բոլոր քաստինգները ու եկել է առաջինի տաղավար։ Բնության մեջ ժայռերով վեր սլացողը սլանում է բեմ։ Եղնիկ։ Ով ես դու։ Հուզված եղնիկ, ինչ է լացում եղնիկը, ես դեռ չգիտեմ, տղաներ շնորհակալություն, հուզված եղնիկ, խորեն, հիշում ես ինչ էր Ես հիշում եմ ինչ եմ ասել, ես ասում էի, որ հաղորդավար դերասան Արսեն Գրիգորյանն է։ Լավ, Սոնա։ Ավոն կարա լինի։ Խալատյան Ավոն։ Հա, բայց մի քիչ ավելի Արսենի, թող լինի Ավոն։ Թող լինի։ Իվետա։ Մենք նաև տարբերակ ենք քննարկում Անդրե։ Վերջ, լավ։ Միանշանակ կամ Անդրենա կամ Էդմոնը Մարուկյան։ Շատ լավ, հիմա դիտում ենք հուշումը, հետո կգանք ու կփորձենք մենք ինչ-որ բան կատարել։ Եղնիկ։ Ինչու են մարդիկ սիրում դրամա։ Ասեմ, դրամա սիրում են բոլորը, անգամ եղնիկները, անգամ կոմեդիայի դերասանները։
Կյանքը մեկ դրամա է, մեկ կոմեդիա։ Իմ կյանքը առավել ևս։ Հետո ինչ որ ես ձմեռ պապի ամենահայտնի եղնիկներից եմ։ Իդեպ, երբ նոր էի թատրոն ընդունվել, տեղ չունեի ապրելու։ Ստիպված ապրում էի հանդերձարանում։ Այդպես մի քանի տարի։ Հետո թատրոնում դերերս ավելացան ու կարողացա ընկերներիցս մեկի հետ նոր սենյակ գտնել։ Դա մի ֆանտաստիկ ժայռիկ էր, փոքրիկ հողակոշներով, կանաչ ու սիրուն խոտաբաժնով։ Հարկ բնությանը, եղնիկների ծափերն ինձ օգնեցին ոտքի կանգնել և սեփական ժայռ ձեռք բերել։ Hold on to me, don't let me go. Who cares what they see? Who cares what they know? Your first name is free, last name is on. I choose to believe in where we're from. Man's straight forward, is in every living thing. Man, use your power. Hold on to me, don't let me go. Just need to leave, run down to low. Շակն է, ժողովուրդ, Ավոնա խալանջան։ Շակը, Last name is Dawn, 'cause you still believe in everyone. When the breeze, when night sets to rise, when the wild hunts at sea, when men recognize. Freedom, 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 freedom. Breath in. We are from it, the electric one. Does it shock you to see? He left us the sun. Autumn's in the air, organisms in the sea. The sun and his man are made of the same things. Freedom, 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 freedom. Այո! Եղնիկ! Եղնիկ ունեք աշխարհություն է։ Ջեն բարձր ծափարություններ շարունակվում են, շնորհակալություն նաև մեր պարողներին։ Yes. Ole, 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 չի կարա ինձ խապի ինքը ոչ մի ձև։ Այսինքն Էս Ավոնա Խալատյան, ոնց ասել Խալատյան եմ, Ավոն։ այո։ Ինչպես առաջի ելույթից հետո ես ասեցի, Ավոնա Խալատյան։ Իվետը։ Ես տենց եմ կարծում։ Հուշմա մեջ նշեց, որ կոմեդի դերասան է։ Եվ ես մի քիչ ազդվեցի Խորենի ասածից, որ կարծում եմ, որ կարա լինի Արսեն Գրիգորյանը։ Ավոն Խալատյան Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ Գարիկ։ ես շատ եմ ուզում, որ հաղորդման մեջ նաև քաղաքական գործիչներ լինեն ու ես անընդհատ ոնց որ փնտրում եմ որևէ մեկին, իսկ նա պետք է լինեն։ Դրա համար ասեց Էդմոնը Մարուկյան, բայց չէ, անհնար է, Էդմոնը չի Մարուկյան ու քաղաքական գործիչ չի երևի, այս դեպքում կարծում եմ Ժակն է, DJ Ժակ։ Այսինքն երգիչ չի։ Կամ երգչի։ Երկող դերասան, չէ, համաձայն եք։ Երասան։ Ես ավելին ասեմ, մի հատ շարժում արեց այս վերջում, որ չէր կարող չթաքցնել այդ Ավոյի շարժումներն այդ ինչ-որ։ Իսկ հիմա տես որ նոր եկել էր շատ ակտիվ էր, հիմա Ավո է կանում, ընդհանրապես չի շարժվում։ Մի հատ շարժում կար, միջև այդ ահա, տես։ Չէ, հաստատ Ավոն չի։ Ավոն Ա։ Իսկ Արմանը Նշանյան կարող էր լինել։
Չէ, չափսերով չէ։ Աննշանյան։ Արմանը Արման Մակարյանը կարա չէ, լինել կարող է լինել Արման Նավասարդյանը։ Արման Նավասարդյան։ Արման Արման Նավասարդյան։ Նշանյան։ Համազգային թատրոնի տնօրեն։ Այդ մեջ Արման չի Նշանյանն էլ ասվեց, հա։ Արման Մակարյանն էլ կարող է լինի մեր շատ Մոշը։ Մոշը մեր։ Արման Մարկարյանն էլ կարող է լինել։ ուշադիր նայեք իրան անուն եմ ասում։ Հնարկվել է մի քանի անգամ, բայց կոնկրետ իրան ուշադիր նայեք, մի հատ նորից էս անուն ասում։ Ասա։ Արամ Էմպետրի։ Օ, տարբերակ է։ Մի հատ նայեք ուշադիր, մի հատ էլ եմ ասում։ Արամ Էմպետրի։ Տարբերակ է։ Հիմա մի հատ էլ նայեք, Մի րոպե հələ ես ասեմ։ այլ մի հատ էլ դու ասա։ Արամ Էմպետրի։ Հիմա մի հատ էլ նայեք, Անդրե։ Անդրե։ Ես Ավո գրացում Խալաթյան։ եմ։ Արսեն Գրիգորյան։ Լավ, եկեք ամփոփելու համար այսպես անենք։ Երգիչ էր թե երգիչ չէր։ Դերասան, երգիչ, Դերասան ավելի շատ։ հաղորդավար։ Ավետնա, Ավո Ավոնա էլի, Խալաթյան։ Ավո Խալաթյան եք Այո։ ասում, շատ Այո, լավ։ Ավո։ Խորենը եւ Սոնան արդեն համարյա համոզված են, Իվետան եւ Գարիկը դեռ կասկածներ։ Ես ունեն։ սկսեցի Անդրեի հետ անցա Արսեն Գրիգորյանին, բայց Գարիկը նոր նշեց Արամ Էմպետրի ու ինձ խառնեց իրար։ Դե ինչ, անվտանգության աշխատակիցներին հրավիրենք, որպեսզի Գարիկին հեռացնեն դահլիճից, որպեսզի Եղնիկին ճանապարհեն անտառ, Եղնիկը հեռանում է, մոտեցանք Եղնիկին էլ անուններ տվեցինք, որ շատ հնարավոր է մեր մասնակիցը լինի։ Ես այսօր շատ հուզված եմ, ոնց որ առաջին անգամ բեմ եմ լինել։ Այսքան մեկ էլ հուզվել եմ, երբ առաջին անգամ միջազգային մրցանակ եմ ստացել։ Թատրոն, բեմ, հանդիսատես, երգ ու պար։ Այո, դա իմ տարերքն է։ Կենթանի, խելացի արարած, որը մեկ այլ մոլորակում համարվում է այլ մոլորակից ժամանած։ Այլ մոլորակային անվան փոխարեն նրան հաճախ ասում են օտար կամ օտարական, բայց դա արդար չէ, նա բեմի ճանապարհը ցանկացած փոշեհատիկից լավ գիտի։ Նա ինքն է դաշնամուրին սովորեցնում ճիշտ հնչել, միկրոֆոնին ճիշտ աշխատել։ Այդ միկրոֆոնից հետագայում օգտվելու ենք ես, Եղնիկը, Օծն ու Ստվերը։ Մի խոսքով այլ մոլորակային հանդիսատեսն իրար է խառնվելու քիչ անց, քանի չի խառնվել Շտապիր բեմ, այլ մոլորակային։ Օ, կորսիրացնա։ Ուй, Ալիկ ջան։ Այլ մոլորակային, բարձր ծափահարություններ, շնորհակալություն տղաներ։ Ես նկատում եմ, որ մեր նախագիծը լքած մասնակիցներից մի մասնիկ կա մեր այլ մոլորակայինի վրա կարծես թե։ Հրեշը, հա, էլի։ Այսինքն ցուլն է մյուս։ Օ, դիսկոն էլ կա։ Տես, ցուլ ու հրեշ, Ահա։ Օ։ դիսկո, թիթեռ։ Ինչ։ Արա։ նշանակում է, որ ինչ, չգիտեմ, որ կան այդ ամենը։ Նշանակում է ինքը ոնց որ Օծ չի։ սիրում է բոլորին։ Օծ չի։ Օծ չի, լավ։ Կամ շատ սրտացավ է, կամ նա է այնպես արել, որ այդ մասնակիցները դուրս մնան։ Լավ, եկեք նրա շտանջեմ ընկերներն ձեզ։ Հիշում ենք ինչեր էինք մտածել, այդ ամենը հավաքեք իմի բերեք, դիտենք հուշումը, լսենք կատարումը ու գուշակենք այլ մոլորակայինին։ Այլ մոլորակային։ Ողջույն Իվա եւ մյուս հետախույզներ։ Իմ ապսեից մեջ նորից Ֆրեդի եմ վայելում, իմ կատարմամբ։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Դա նրբահամպանին ուտելուց ավելի հաճելի է։ Դա տարբերվող շարժումներով բոլորի ուշադրության կենտրոնում լինելու պես մի բան է։ Դա Ֆրեդիի շնորհիվ շոուն շարունակելու եւ հաղթելու պես մի բան է։ Հասկացաք, չէ՞ որքան եմ նրան սիրում։ Իմ ակցենտը մի կողմ, որին կարծեմ սլավոնական եք ասում։ Ես հրաշալի երգում եմ տարբեր լեզուներով։ Թռչողապսես կայանել եմ օպերայի տարածքում ու շտապում եմ Իվետայի մոտ։ Նրան փոխանցեք իմ ողջույնները ու ասեք, որ երգս նվիրում եմ նրան։ Իվետա, ի voglio bene։ Իվետային անալու։ Emoștentulițimne cocotin. Ա։ Mut լինելս հրավարության վրա եմ միայն։ Ձգողության ուժը հասրեց ինձ քեզ մոտ այստեղ։ Իվետայի ուզողներից Հրավեր եմ քեզ, այլտան եմ քեզ, իմ մոլորակ։
Ես տարօրինակ, բայց քեզ հետ Ոչ ուզում ես, ոչ էլ հետ Քո համբույրներից Կորցնում եմ ինձ Ելտարկվել չկա, բայց քեզ հետ Հրանում եմ ու կորչում իմ ես նան հետ Միտքս վերանում Սիրտս վերանում Լիպարիտ Ավետիսյան Smoke everything I want, but it's on good. Koşak karku, sernem yaz karku. Այլ մալորակային։ Բրավո։ Լրիվ մալորակային։ Շնորհակալություն Լուսան Պոպով մարդկանց եւ ծափահարություններ։ Այսօր լիալուսին է, դրա համար եմ այսքան լացում, կներեք։ Ես անչափ շնորհակալ եմ։ Իրոք շատ մեծ զգացմունքներ ունեմ, երբ որ այլ մոլորակայինը գալիս այստեղ, ես շատ հետաքրքիր հոգեբանական բան է կատարում։ Ես չգիտեմ ով է նա, բայց այս կերպարը այնքան եմ սիրել։ Ըստ դրա ինձ համար ավելի հետաքրքիր կլինի, թե նա ով է իրականում։ Ես շատ շնորհակալ եմ, որ այսպես կատարումով նվիրեցիր ինձ իմ գրված երգը։ Ծափահարությունները առաջին մասնակիցն է մեր շոուի, որ ես դեռ չեմ հասկացել սեռը։ Ես կարամ մի բան ասեմ, մի բան, թե լավ դուք ասեք։ Ասա Իվետ ջան, կարող եք ասած մեզ օգնում ենք։
թվում է թե Բայց որ երկից օպերային ձայնից ելնելով ինձ թվում է արական ավելի, հա։ դե օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը կարող է լիներ մեր առաջին տենորը։ Օ, գիտեք ով կարա լինի, որ օպերային երգիչ չի դե ֆակտո եւ դե յուրե, բայց կարա Համլետը Գևորգյան։ Օմլետը Գևորգյան։ Տենց էլ կարա մրոն է կարա տենց յոքի։ Չէ, մրոն տենց չէ, Համլետն է Գևորգյան ինձ համար։ Համլետը ունի սենց հզոր ձայն։ Ու Համլետը կարող է շատ ասիրում Իվետայի երկերը։ Վարդան Բադալյանի մասին է խոսքը։ Հա։ Վարդան Բադալյանը կարող է լինել։ Վարդան Բադալյանն է։ Ամեն դեպքում շատ բարի մարդ է, ես զգում եմ դա։ Պարոն Լևոնյան, Շատ հեշտ ու պրիմիտիվ կլիներ, եթե հենց օպերան երգիչ լիներ, ասենք Գևորգը Հակոբյան, հա, ու հենց մի անգամից սենց ցույց տար, որ ինքը օպերային երգիչ է, ու մենք գուշակ էինք։ Կարծում եմ, այստեղ ինչ-որ հետաքրքիր խաղ կա, գուցե կնոջ ձայնը փոխած ու դեպի օպերայի ավելի մոտ էր կանգնացրել թռչող ափսեն։ Կարող է, ինչու ոչ։ Ու նախորդ կարծում եմ այդքան համարները օպերային ձայնով չէին, չէ։ Ահա, կարծում եմ այդքան հեշտ ու պարզ չէր լինի այդ հիշեմ, ու այս կատարումը, դրա համար շատ ապրեալ մոլորակային է, որովհետև մեզ գցեց ավելի մեծ մոլորության մեջ։ Եկեք Իվետայի բնազդին հավատանք ու մտածենք, որ տղամարդ է այլ մոլորակայինը, ոչ թե կին։ Համաձայն։ Այո։ Չեմ ասել, որ տղամարդը կարա նաև կին լինի, բարի կին։ Բարի կին։ Իսկ ես կասեմ անվտանգության աշխատակիցներին հրավիրենք եւ արդեն ծափարություններով ծայրապարենք մի այլ մոլորակայինին, ով տեսնում ենք թե ինչ մոլորությունների մեջ գցեց նույնիսկ ինձ, որովհետեւ սերը այդպես էլ չհասկացա։ Իմ սրտի երկչուհու արցունքները վկա, ես իրոք շատ բարի արարած եմ։ Ես այնքան բարի եմ, որ որոշել եմ օպերային կատարումներս մի կողմ թողնել ու հաջորդ անգամ ձեզ այլ ժանր նվիրել։ Չեք հավատում, եթե մնամ նախագծում, խոստումս անպայման կկատարեմ։ Առաջինի եթերում նմանը չունեցող հեռուստանախագիծ է Դիմակահանդեսը։ Այստեղ տիրող խորհրդավորության ֆոնին իր աստեղային ժամն է վայելում մի թռչուն շատ վարդագույն դեմքով։ Մեկը մեկից լավ կատարումներ, հրաշալի ձայն, հաջող ելույթներ ու ին անվան շուրջ պտտվող բազմաթիվ վարկածներ։ Ինձ թվում է նա այնքան է մտել իր կերպարի մեջ, որ մոռացել է թե ով է իրականում, բայց մենք հիշում ենք նախագծի միակ թռչունը, որի երամը ներքևում սպասում է, թե երբ է վերջապես ավարտվելու ամենագաղտնի շոուն։ Դիմավորեք նրան, եթե կարող եք։ Իսկ դուք կարող եք Ֆլամինգո։ Բարև ձեզ։ Այսօր նա հարսիկ է։ Հարսիկ։ Ադամանդյա կտուցով։ Լավ, հարգարժան, շնորհակալություն։ Շնորհակալություն տղաներ, հարգարժան մեծարգո հետախույզներ։ Հետախույզ լինելով պետք է անպայման հենց հիմա նկատած լինեիք մի բան, ինչը չեք նկատել մինչ այսօր։ Ֆլամինգոյի հետ կապված։ Իվետան արդեն կարծես թե քողը, ահա։ Ֆլամինգոն քողով հենց հիմա բեմում չէի մտածում, որ այս արտահայտությունը կանեմ երբևիցե։ Ինչ էինք մտածում։ Ճիշտ ասած գինով ցած երբեմն երևում է աչքիս, այսպեսի բաներ, բայց իրականում ոչ։ Ամենաշատ հնչած տարբերակներից մեկը Լիլիթ Կարապետյան էր, հետո հիշում եք Հասմիկ Կարապետյան, Լիլի Մորտո կար։ Լիլի Մորտո։ Ինձ էլ է շատ հետաքրքիր քողը ինչի համար է Ֆլամինգոին, ինձ թվում է դա հուշումից հետո պարզ կլինի։ Ֆլամինգո։ Առաջին թունավոր, բայց կրքոտ ելույթից դուք պետք է հասկանայիք, թե որքան վաղուց եմ ես բեմում և ինչպիսի էմոցիաներ էին ստանում ֆլամինգոներն իմ կատարումներից։ Իմ երկար ու գեղեցիկ ոտքերը վկա, դա 25 հրամանոց բրինձի ժամանակներն էին։ Ես մի չուքնող ֆլամինգո էի, որի համեսիրում տեղ ու դադար չէր լինում։ Իհարկե եղավ ժամանակ, որ կոչվեց Թոնջսեի գուդբայ, բայց դա երկար չտևեց իմ կյանքում։ Ես մի քիչ լողացի, մի քիչ առանձնացա ու ավելի մեծ բումով վերադարձա։ Տաղան բառն իմ հոմանիշն է, իսկ վարդագույնը այլևս չի խորհրդանշում խելքի և իմաստության բացակայությունը։ Դա ընդհանրապես գույնն է, իմ գույնը։
Իսկ հիմա կանգնեմ երկու ոտքի վրա ու երգեմ։ Քրիստինե Պեպելյանը Պեպելյանը կարաս են սենով երկի։ Իսկ Անի Քրիստին չի կարա լինի։ Կարա։ Կարա լինի։ Честно я буду вместо нее твоя. Я буду вместо нее твоя невеста. Честно я буду вместо нее твоя. Я буду вместо нее твоя невеста. Честно я буду вместо нее твоя. Я буду вместо нее твоя невеста. Честно я буду вместо нее твоя. Շնորհակալություն։ Ծափարությունները Ֆլամինգո։ Հասկացան քողը ընդհանրապես ոչ մի բան մեզ չի հուշի։ Խորեն։ Երկի հետ էր կապված քողը ավելի շատ։ Այո։ Նորից բմբլահան եղավ Ֆլամինգոն բեմի վրա։ Դա նշանակում է, որ տրվում է իր գործին, մինչև վերջ հոգի դնում, սիրտա դնում, համարը շատ հիանալի էր, երգը շատ հիանալի էր, շատ սիրեցի, բայց չգիտեմ ով է դիմակի։ Բայց դու մի քանի անուն հուշեցիր։ Ես մի քանի անուն, հա, մտածում էի Հասմիկ Կարապետյան, Լիլիթ Կարապետյան, ինչ որ տեղ, ինչ որ մի պահ զգացի, ինչ որ այդ կողմերից բեմից, գուցե ուրիշ կողմից ինչ որ Անի Քրիստի ինչ որ տենց բան զգացի, բայց եկեք խոսքը տրամադրենք իմ հետախույզ գործընկերներին։ Խնդրեմ Գարիկ։ Քրիստինե Պեպելյան ընկերներ։ Կարա լինի։ Քրիստինե Պեպելյան
քննարկմանը նույնիսկ ես սա չեմ ուզում դնել, միանշանակ 100% եմ ասում լուրջ։ Քրիստինա Պեպելյան կամ Լիլիթ Կարապետյան կամ Հասուն։ Իվետա, Հանդիսատես, դուք ինչ եք մտածում, ով կարա լինի։ Լիլիթ են ասում։ Լիլիթ Հովհաննիսյան։ Լիլիթ, ո՞ր Լիլիթ։ Դրան բրինձի ժամանակ Լիլիթ Հովհաննիսյանը։ Ուրեմն, հետաքրքիր բան է կատարվում։ Եղնիկի ժամանակ բոլոր ուշակումները այով էին սկսվում, ֆլամինգոյի մոտ ունենք 3 հատ Լիլիթ։ Լիլիթ Կարապետյան, Լիլի Մորտո եւ նաեւ հնչեց այստեղից Լիլիթ Հովհաննիսյան Եվ Քրիստինա Պեպելյան։ եւ Լանի Կրիստի։ Ասենք նույն Իրինա Դանիելյանն էս կարար խաղար եւ երկեր եւ այս աշարժները աներ Իրուսիկը։ Դանիելյան Իրան հաստատ կարար։ Ֆելիքս, դու ավելի մոտ ես կանգնած, մի երկու հուշում տուր մեզ։ Շատ փակա ամեն ինչ էլի, սենց չգիտեմ։ Շատ փակա։ Լսիվ էլ։ Ինք ասեց իմ համերգները լեփ լեցուն էր, երբ որ բրինձը 25 դրամ էր։ Այդ ժամանակ ես քեզ անկեղծ եմ ասում։ Կարապետյան Լիլիթի համերգները Տոբիշ, Ոսկե աշուն եւ մնացածները լեփ Հիշում եմ 4 լեցուն բրինձ էին։ էր մի տոմսը։ Գարի, կարա Իվետ, Սիլվան Հակոբյան։ Չէ, ինձ համար Լիլիթն է Կարապետյան սկիզբը եւ վերջը։ Ով էր 90-ականներին համերգներ տալիս։ Լսի Լիլիթը Կարապետյան։ Ու վերջ։ Չէ, Հայաստանում էլ մարդ չկա։ Չէ, կար, Չէ, բայց կան այդպես շատերը։ լեփլեցու։ Հասմիկը Կարապետյան։ Այս քննարկումը շարունակում է ծափարությունները եւ ֆլամինգոին ճանապարհենք, դուք քննարկեք։ Շնորհակալություն ֆլամինգո։ Շնորհակալություն։ Ինչ տարբերություն, Լիլիթ Կարապետյանն եմ ես, թե Լիլի Մորտոն։ Միևնույն է, հասցրել եմ զարմացնել ձեզ։ Ու ընդհանրապես, ինչ տարբերություն, ֆլամինգո եմ ես, թե երգչուհի։ Մեկ է դուք ինձ շատ եք սիրում։ Ես էլ ձեզ։ Սպասենք հաջորդ ելույթից։ Եթերում խորհրդավորն է, գաղտնին է, հետաքրքիրն ու ամենագունեղը։ Եթերում դիմակահանդեսն է։ Կրքերը գնալով թեժանում են, կերպարները գնալով ավելի ու ավելի բարդ խնդիրներ են դնում մեր առջև։ Հերոստատիտողին մնում է հետևել, իսկ հանդիսատեսին ու հետախույզներին մնում է քվեարկել, գործի դնել իրենց ճաշակը ու սկսել։ Քվեարկում ենք այն մասնակցի օգտին, որին հավանում եք։ Չեք հավանում, չեք քվեարկում։ Իդեպ այսօր մի քիչ արտասովոր եղանակով ենք որոշելու, թե որ կերպարն է լքելու նախագիծը։ Քվեարկության արդյունքում երկու ամենակիչ ձայներ հավաքած մասնակիցները կհայտնվեն վտանգավոր գոտում ու միայն հետախուզները կորոշեն, թե ով է մնում դիմակահանդեսում եւ ով է անում իր դիմակը։ Պարզը։ Շատ լավ։ Եվ այսպես, եթե մենք պատրաստ ենք քվեարկության, ուրեմն պետք է հասկանանք, այսօր ինչ տպավորություն թողեց մեր վրա ֆլամինգոն։ Ինչքանով է նա հուզվում այս պահին։ Ինչ կարծիքներ կան նրա մասին, ով միշտ ինչ-որ մեկի դիմացով անցնելիս տարօրինակ մտքեր է առաջացնում։ Սև կատուն։ Նաև շատ ծանոթ ինչ-որ մեկը, ում այդպես էլ չենք գուշակում։ Եղնիկ, դու հուզվում ես եղնիկ։ Եղնիկ չէ, դու սնվում ես, չես հուզվում։ Լավ, հասկացա։ Եվս մի մասնակից, ով խառնաշփոթ իսկապես առաջացնում է։ Ստվեր։ Արև ու լուսին։ Շնորհակալություն Արև ու լուսին։ Ինչ եք կարծում, օծը կմնա նախագծում։ Օծը։ Կենթայիների արքան իրեն վայել հանգստությամբ սպասում է քվեարկության ավարտին։ Առյուծ! Եվ իհարկե մի այլ մոլորակային։ Ինչ, բոլորը հուզվում են, բայց հուզվել պետք չի, պետք է քվեարկել։ Այնպես որ անջատում ենք հուզումները, միացնում հեռախոսները եւ քվեարկությունը սկսված է։
քվեարկությունը ավարտված է։ Շնորհակալություն։ Ապրեք։ Դե ինչ։ Երկու մասնակից հայտնվել են վտանգավոր գոտում։ Տեսնենք ովքեր են այդ երկու մասնակիցը։ Ֆլամինգոն, կատուն այդ մասնակիցները չեն։ Եղնիկն ու լուսինը այդ մասնակիցները չեն, բնականաբար։ Ինտրիգա է սանում։ Արևն ու այլ մոլորակայինը ոչ, այդ մասնակիցները չեն։ Ստվերը, առյուծը թե օծը, ովքեր են հայտնվել վտանգավոր գոտում, կիմանանք հենց հիմա։ Ստվերը չէ։ Վտանգավոր գոտում են առյուծը եւ օծը։ Մեր մնացած բոլոր մասնակիցներին ձեր ջերմ ծափարությունների ներքո ճանապարհում ենք, իսկ այստեղ սպասում ենք առյուծի եւ օծի հետ հասկանալու ինչ է լինելու։ Մեր հարգանքները։ Առաջինի եթերում դիմակահանդեսն է։ Այո, իսկապես կրքերը գնալով թեժանում են։ Ես կասեի շիկանում են կրքերը, առյուծը թե օծը։ Մեր երկու մասնակիցներից մեկը դուրս կմնա նախագծից։ Այդ որոշումը կայացնելու են արդեն հարգելի հետախույզները։ Եվ խնդրեմ ասեք, ով է այդ որոշման մասին մեզ հայտարարելու։ Քանի որ մենք բոլորս այստեղ ներկայացնում ենք մեկ ընդհանուր հետախուզական ծառայություն, մենք բոլորս վստահել ենք եւ ձայնը տալիս ենք Գարիկ Պապոյանին, ով կազդարարի, թե ով է մնում դիմակահանդես պրոյեկտում։ Հիմա ասելու ես անունը ով մնալու է, թե անունը ում դիմակը հանելու ենք։ Դա էլ ասա, որ ճիշտ հասկանանք քեզ։ Մենք քվեարկում ենք ով մնում է։ Բայց մի րոպե մի բան ասենք, հիմա մենք կիսված ենք։ Կատարումների առումով օծը շատ ուժեղ կատարումներ ա ունեցել։ Բայց ինտրիգայի առումով մենք բացարձակ չգիտենք, թե առյուծը ով է։ Ճիշտ են ասում, մենք չգիտենք մեծ մասամբ այդքան համոզված չենք առյուծի մեջ ով է թաքնված, ինչքան որ մեր կարծիքով համոզված ենք օծի եւ ել չենք համբերում եւ պիտի այսօր բարձենք թե ով է վերջապես օծի դիմակի տակ։ Նախագիծը լքում է օծը, իսկ մենք ծափարություններով առյուծին խնդրենք, որպեսզի անվտանգության աշխատակիցները ճանապարհեն անտառ, առյուծը մնաց։ Դե ինչ, մենք հասկացանք հետեւյալը, որ այն մասնակիցն է համարյա, այսպես ասած, լքում նախագիծը, ում համարյա մենք վստահ ենք, թե ով է նա, իսկ ում չգիտենք, մնում է նախագծում եւ շարունակում է մեզ զարմացնել, որպեսզի գուշակենք։ Դուք ընտրեցիք այդ տրամաբանությամբ, ես ձեզ կխնդրեի վերջնական ասեք ով է օծի դիմակի ներքո եւ հետո մենք արդեն կհանենք դիմակը։ Խորեն, քանի տոկոսով ես վստահ, որ 49%-ով վստահ եմ, որ Սյուզաննա Մելքոնյան։ Սյուզաննա Մելքոնյան։ Սոնա Թող լինի Սոնա Շարգելձյան։ Սոնա Շարգելձյան։ Իվետա Անահիտ Կիրակոսյան։ Անահիտ Կիրակոսյան։ Գարիկ Պատասխանս կարծում եմ անընդհատ եմ կրկնել, բայց պիտի ասեմ, որ ելույթները ֆանտաստիկ էր, բոլոր մեկը մյուսից գժական։ Շնորհակալություն օծին, նույնիսկ եթե նա այն արտիստը չէ, ում անունը ես տալու եմ, միևնույնն է, ես ուրախ եմ, որ այդպիսի արտիստ մենք ունենք։ Սյուզաննա Մելքոնյան։ Մինչ պարզենք ով էր օծի դիմակի ներքո, կխնդրեի, որպեսզի մեր հետախույզը հաներ իր դիմակը, որպեսզի պարզեինք ով էր հետախույզի դիմակի ներքո։ Իվետա դու ես, շատ լավ։ Դե ինչ, պատրաստ եք։ Ձեր ձայները հենց հիմա գոռում գոչունները կօգնեն մեզ հանել դիմակը։ Գնացի։ Պտտվեք, օծ խնդրում եմ ես քո։ Ով է, ով է, ով է, ով է, ով է, ով է, ով է։ Դեք ասել ենք, որ հզոր երջույ է։ Սյուզաննա Մելքոնյան։ Այո։ Ու ինչ համարներ, ինչ երգեր է երգում, չքնաղ, պատկասեմ ինչ էր արջևում է սպասելու, բայց
Մենք ես կվայելենք դեռ շատ երկար տարիներ, որտեղ դու շատ պրոֆեսիոնալ երգչու ես, ու քեզ մերսի, որ դու կաս։ Դուք ուղակի պատկերացնել չեք կարող ժողովուրդ ինչքան դժվար է այս ամեն ինչի հետ մեկտեղ փոխել ձայնը, ապարել, շարժվել, թիմի հետ աշխատել։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ։ Կադրից դուրս աշխատող մի ողջ թիմ է աշխատում։ Մերսի բոլորին։ Ֆելիքս ջան, ձեզ առանձնահատուկ շնորհակալություն, որովհետև Ֆելիքսը այստեղ բավականին դրական էներգիա է մեզ տալիս։ Շատ լավ, դրական կողմերից մի քիչ կպատմես մեզ։ Բոլոր երգերը, բոլոր համարները, յուրաքանչյուր անգամ որ բեմ էի բարձրանում, այս լույսը, ծուխ, չգիտեմ, պարողներ, բեմադրություն, հանդիսատես, բոլորը անսահման շնորհակալ եմ։ Ես իրական շատ կկարոտեմ շոուն եւ ամբողջ թիմին, մեզ բոլորիս, ես չեմ ասում ձեզ, մեզ բոլորիս մեծ հաջողություն եմ մաղթում։ Հետաքրքիր լինելով է Այս հետաքրքիր է ինչ կասի Գարիկը, որովհետեւ դու ամենահենց սկզբից էլ կարծես թե գուշակել էիր։ Այո, որովհետև շատ հնարավոր է, որ մի քիչ վատ երգողը կարողանա լավ երգողի տնած անել, բայց լավ երգողի համար շատ դժվար է նենց վատ երգել, որ չհասկանաս, որ ինքը վատ է երգում։ Մի քանի բան գումարեցինք իրար եւ հասկացանք, որ Սյուզաննա, որտեվ սենց հզոր ձայներ, մենք շատ լավ երգողներ ունենք, բայց հզոր ձայներ քիչ ունենք, որ սենց միանգամից կարող ես գուշակել։ Դե ինչ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք ջերմ ծափահարություններ մեր մասնակցին, նա լքում է նախագիծը, բայց մնում է մեր սրտերում եւ մի փոքրիկ կտոր ստեղծագործությունից, որը նա այսօր ներկայացրեց, որպես հրաժեշտ բոլորիս կնվիրի